ուզում է 12 մեքենա ջուր էլ բերեն, լցնեն, այդ աղբը չի հանգելու, որովհետև ինքը տակից տորֆային մակերես ունի։ Դա չի այդ ծուխը չի վերանալու։ 90 թվից է բողոքում։ Ոչ մի օգուտ չկա 36 տարի է, ոչ մի օգուտ չկա։ Մարզպետին էլ են դիմել, բայց դե որ լուծեր կլուծեր ինչև այսօր։ Բնապահպանական մեծ աղետ է, հասկանալի է, աղբավայրը պետքա եղնի, բայց ոչ եղնի այնպես, որ վնասի թե էկոլոգիային, թե մարդկային, թե չգիտեմ ինչ, այդ ամեն ինչը դա վնասող է։ Ավելի քան 30 տարի Արջուտի աղբավայրում տարածվող ծուխը բնակիչների համար անլուծելի խնդիր է դարձել։ Գյուղի բնակիչները ապրում են քիմիական գազերի մշտական պաշարման ներքո։ Ասում են ոչ կարող են նորմալ օդ շնչել, ոչ էլ տարրական կենցաղային խնդիրներ լուծել։ Ամենուր տհաճոտ ունեցող թունավոր ծուխն է։ Ամեն մի երեխա ամսվա մեջ 4-ից 6 անգամ ինքը հիվանդանում է։ Ու դա ոչ թե ինչ-որ վիրուսից կամ բան, հենց օդի աղտոտվածության պատճառով կարող է լինել։ Ծուխը տալիս առավոտը հելում ես ծուխ է շնչում։ Դաժե այն տունը էս թաղում է, այս սարի տակով ծուխը վերցրած գնում։ Աշխատող կինը եթե երեկոյան գալիս է տուն եւ իր լվացքը ուզում է փռի դրսում թեկուզ առավոտյան հավաքի հնարավոր չի լինում, քանի որ աղբի հոտը նստում է շորերի վրա։ Մաքուր շորերը տուն ենք բերում արդեն աղբի հոտով։ Իրավիճակին ավելի մանրամասն ծանոթանալու համար տեղաբնակ Վահագն Սողոմոնյանի հետ մեկնեցինք աղբավայր, որտեղից տեսանելի են մարզկենտրոն Վանաձոր քաղաքը եւ շրջակա գյուղական բնակավայրերը։ Ամբողջ դաշտամիջան է, ճանապարհներ, դաշտավայրեր, խոթարքեր, ծածկված են ցելոֆանով, ծխով ու ամեն ինչով։ Բոլորս ներկայությամբ մեր հետևում գտնվում է Վանաձոր քաղաքը, այս պահին ծուխը քամին այնպես է արել, որ ծուխը տանում է դեպի Վանաձոր քաղաք։ Տարուն 2, տարուն 4 թաղամասեր, մինչև այնտեղ հասնում է։ Տեխնիկայով հավասարացնեն հողին, հողային աշխատանքներ տանեն, ծուխը մարի։ Մենակ երեխաները չեն։ Մարդիկ կան խրոնիկ հիվանդություններ ունեն, մարդիկ կան, չգիտեմ, մամեկը ինչ-որ այս պահին ստեղ կանգնած հաճելի է սա, իհարկե ոչ։ Աղբավայրը գնալով ավելի է ընդլայնվում։ Այստեղ է թափում ավելի քան 1 տասնյակ բնակավայրերի աղբը։ Վարչական ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը ընդգծեց, որ խոշոր ծրագրեր չեն եղել, սակայն այրումը մեղմելու համար կատարել են որոշակի աշխատանքներ։ Ըստ իմ տեղեկությամբ տես ծրագիր որևէ չի կատարվել, բայց կատարվել են հողային աշխատանքներ, կրակի մարում, ծարվել է, որ քիչ ծուխ եղնի։ Փորձագետ Պերճ Բոջուկյանի տեղեկացմամբ նախկինում մտադրություն կար մի քանի աղբավայր կառուցել, որոնք բոլոր չափանիշներով պետք է համապատասխանեին սանիտարահիգիենիկ պահանջներին, սակայն ծրագիրն այդպես էլ չիրագործվեց։ Քննարկումներ արվեց, գույքագրվեց ամբողջ մարզի թափոնների այդ հավաքման վայրերը, որտեղ կա ինչ վիճակի են, ինչ կազմություն են, շինարարական թափոններ են, թե կենցաղային, թե այլ տիպի թափոնների պոլիգոններ են։ Նույնիսկ երկու մարզը միասին մի աղբավայրից օգտվեն այս տարբերակներն էր ընտրվում, խոսքը գնում էր 8-9 աղբավայրերի մասին ամբողջ Հայաստանի համար։ Բայց այդ ծրագրերը մնացին թե թղթի վրա ասենք, թե չիրականացվեցին, չիրագործվեցին։ Փորձագետը խոսելով խնդիրներից մտահոգություն հայտնեց, որ աղբավայրը արտադրելով թունավոր եւ քաղցկեղածին գազեր առողջական լուրջ վնասներ է հասցնում մարդկանց։ Վտանգավորներից դիոքսին գազերն է, որը որ մեծ կոնցենտրացիայով վնաս է տալիս։ Իհարկե փոքր կոնցենտրացիաներն էլ ցանկալի չի, բայց վնասը առողջության համար կարող լինի մաշկային բնույթի տարբեր ինչ-որ հիվանդություններ առաջացնի, իսկ աղբանոցներում այրումից առաջանում է այդ գազը ու որը շատ վնասակար է։ Աղբավայրն արդեն տարիներ շարունակ թունավորում է շրջակա միջավայրը եւ մարդկանց առողջությունը։ Սա փաստ է, որը տեսնում, զգում եւ որի դեմ բողոքում է տեղի բնակիչները։ Խնդրի պարզաբանման համար դիմեցինք Լոռու մարզպետարան, սակայն այս պատասխանատու կառույցը պարզապես հրաժարվեց հարցազրույցից, առաջ բերելով չարտարացված պատճառաբանություններ։ Իսկ լռությունը, ինչպես գիտենք, շատ հաճախ ավելի խոսուն է, քան ցանկացած արդարացում։ Արջուտի վարչական ղեկավարը նշում է, որ կրկին դիմելու է խոշորացված համայնքի ղեկավարին, որպեսզի նրա միջնորդությամբ խնդիրը վերջնական լուծում ստանա։ Շակ ու մեղմի, որ այդ մեջից ինչ օգտակար կետնի, հանվի, մնացածն էլ համ չի այրվի, համ էլ
վնաս չի տալի։ Մինչ այդ Արջուտի աղբավայրը կշարունակի անմիջականորեն ազդել մարդկանց կյանքի որակի վրա, զրկելով նրանց առողջ միջավայրում ապրելու իրավունքից, քանի դեռ առողջական խնդիրների, օդի աղտոտվածության վերաբերյալ դժգոհություններին ականջալուր եւ հարց լուծող պաշտոնյաներ ի հայտ չեն եկել։ Տիրուն Մարգարյան, Արսեն Գրիգորյան, Regions TV, Լոռու մարզ։